Հայաստանն ըստ էության մերժեց 3+3 ֆորմատում աշխատելու առաջարկությունը, որը գալիս է առերևույթ Իրանից, բայց դա այդքան էլ Իրանից չէ։ Դա ավելի շատ գալիս է Մոսկվայից։ Ուղղակի Մոսկվան երես չունի Հայաստանում այդ բանը առաջ տանելու առաջարկով հանդես գալ։ Եվ դա արվում է Իրանի միջոցով, շահագործելով Իրանի վախերը։ Իրանն էլ շատ լավ հասկանալով Հայաստանի վերաբերմունքը ցանկացած ֆորմատներին, որտեղ կա Ռուսաստանը, նույնպես երես չունի մեզ ուղակի դա ասելու, եւ դա փորձում է անել Բաքվի միջոցով, փորձելով այսպես հերթականության վրա խաղալով այնուամենայնիվ այդ գաղափարն առաջ տանել։ Ի վերջո Իրանը համարում է, որ ինքը ոնց որ թե խաղից դուրս է մնում։ Մինչդեռ դա այդպես չէ։ 3+3-ով չէ, որ այս հարցերը լուծվում են։ Այս հարցերը լուծվում են այլ տարբերակով, երբ Ադրբեջանին բացատրում են, որ Նախիջևանով երասխով Հայաստանի միջոցով ճանապարհ է պետք, եւ Ադրբեջանը պետք է ապաշրջափակի հենց Նախիջևանով բոլոր ճանապարհները, ինչը ճանապարհ կբացի Իրանի համար սև ծով դուրս գալու նպատակով, բայց արդյոք 3+3-ային ձևաչափն է եւ Ռուսաստանը պետք է դրան մասնակցի, որ Իրանն այդ ճանապարհը ստանա, մեծ հարց է։ Երևի թե մեր դիվանագետները պետք է շարունակեն ավելի լավ աշխատել Իրանի հետ։